88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապն, Վատիկանից հայտնում են, որ մահվան պատճառը կաթվածն է։ Պապի մահից հետո Վատիկանի բնակիչները հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում հարգանքի տուրք մատուցելու, 88 անգամ ղողանջել են եկեղեցու զանգերնի հիշատակ Ֆրանցիսկոս Պապի։ Հռոմի Պապն իր կտակում հորդորել է իրեն թաղել ամենահասարակ ձևով, նա խնդրել է, որպեսզի գերեզմանը լինի հողում, հասարակ, մեկ բառ դրությամբ, Ֆրանցիսկոս։ Կտակը կազմվել է 2022 թվականի հունիսի 29-ին, թաղման ծախսերը պիտի ծածկվեն բարերարի կողմից փոխանցված գումարով, որը Ֆրանցիսկոսը նախօրոք փոխանցել է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր, հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Թրամփի աջակցության վարկանիշը 42% է, մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 47%, իսկ 3 շաբաթ առաջ 43%։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ուկրաինայի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմենի հետ հեռախոսազրույցից հետո X-ի սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Քաղաքական և բիզնես նկատառումներով Սիլիկոնյան հովտից հեռանալուց հետո Իլոն Մասկը կորպորատիվ կամպուս է կառուցում հանրապետականների հենակետ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաարագ զարգացող Տեխաս նահանգում։ Նշվում է, որ տեխնոլոգիական թողուբոհից հեռու այս հասցեն անհավանական վայր է բարձր տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու համար, սակայն դա հենց այն է, ինչ Իլոն Մասկը, աշխարհի ամենահարուստ մարդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ մարդկանցից մեկը, ցանկանում է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային մաքսատուրքերը և Գրենլանդիան միացնելու սպառնալիքները Նորվեգիային և Իսլանդիային ստիպել են մտածել Եվրամիությանն անդամակցելու մասին, գրում են ֆրանսիական պարբերականները։ Օմանի սուլթան Հայթամ Բեն Թարեկ Ալ Սաիդը ժամանել է Ռուսաստան, ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո 2 օդանավակայանում, այցը նվիրված է Ռուսաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակին։